Բարև ձեզ, հարգելի ունկնդրողներ, ես այսօր ուզում եմ այս տեսահոլովակով ձեր հետ խոսել շատ կարևոր նեգատիվ էներգիայի մասին, որը գալիս է ոչ թե մարդկանց կատարած գործերից, այլ երբ որ մարդը ծնվում է այդ նեգատիվ նշանի տակ։ Ընդհանրապես բոլոր մարդիկ էլ ծնվում են որևէ նշանի տակ, դա պարտադիր չէ, որ նշանը պետք է լինի բացասական, որ մարդը պետք է անպայման տանջվի, հիվանդություններ ունենա, առաջ չգնա, ընդհակառակը շատ մարդիկ ծնվում են երջանկության, ուրախության, հարստության, բարեկեցության, հանճարի նշանների տակ, բայց կան մարդիկ, որ ծնվում են այնպիսի նշանի տակ, որ իրենք իրենց վրա կրում են մեծ նեգատիվ էներգիա հենց իրենց ծնված օրվանից։ Երբ որ ես մարդկանց նայում եմ, մարդիկ դիմում են, բողոքում են, որ իրենց վրա ինչ-որ թուղթուկիր է արած, նեգատիվ գործողություն է կատարած որոշ մարդկանց կողմից, երբ որ նայում եմ դիագնոստիկա է գնում, հասկանում եմ, որ ոչ թե իրենց վրա որևէ մեկը աշխատել է, այլ ես տեսնում եմ, զգում եմ, որ այդ տվյալ մարդը ծնվել է նեգատիվ նշանի տակ։ Երբ է առաջ գալիս այդ նեգատիվ նշանը, ընդհանրապես հասարակության մեջ, էքստրասենսների, էզոտերիկների մեջ այդ նշանը ունի յուրահատուկ անուն, դա կոչվում է դժոխքի անիվ, ինչպես է այդ նշանի ախտորոշիչ հատկությունները։ Մարդը պարբերաբար 6 տարին մեկ, 3 տարին մեկ, 7 տարին մեկ, 13 տարին մեկ ընկնում է այնպիսի իրավիճակի մեջ, երբ որ ինքը նորից գալիս կանգնում է ելման կետի, որտեղից որ սկսել է նորից այնտեղ։ Գալիս է քայքայված, ավերված, փողի մեծ կորուստով, առողջական վտանգներով, ընդհանրապես գալիս է ելման կետ, նույնիսկ զրոյական կարգավիճակով չէ, գալիս է ելման կետ վախերով, կորուստներով, թե ֆինանսական, թե անձնական, թե առողջական։ Ուզում եմ բացատրել, երբ է մարդու վրա լինում դժոխքի անիվ նշանը։ Երբ որ մարդը ծնվում է ամսու 13-ին, 100% նման մարդկանց վրա կա դժոխքի անիվի նշանը։ Երբ մարդը ծնվում է ամսու 6-ին, նույնպես նա իր վրա կրում է դժոխքի անիվ նշանը։ Երբ որ մարդը ծնվում է կարիճ համաստեղության տակ, ընդհանրապես կարիճ համաստեղության տակ ծնված մարդկանց 70%-ը իրենց վրա կրում են դժոխքի անիվ այդ սև էներգետիկայի նշանը։ 70%-ը չնայած իրենք իրենց վրեն տարբեր տեսակի նեգատիվ էներգիաներ են կրում, բայց դժոխքի անիվ 70%-ը կրում են իրենց վրա։ Դժոխքի անիվ նշանը իրենց վրա կրում են այն անձնավորությունները, ովքեր ծնվում են այնպիսի հեթանոսական տոների օրերի ժամանակ, երբ որ գիտեք, այդ օրը նշում են ոչ թե բարի օրերի, բարի աստվածներ, բարի էներգիաների ծնունդ կամ իրենց են նվիրում այդ օրը, այլ այդ օրը նշում են տակառակը, չար, նեգատիվ աստվածների ծնունդ կամ իրենց երկրպագության օրեր են։ Այդ օրերը բացվում են հատուկ
պորտալներ եւ նեգատիվ էներգիա է կրում նման օրը ծնված մարդը իրեն վրա եւ այդ տվյալ անձնավորությունը իր ամբողջ կյանքի ընթացքում տանջվում է տիեզերքը իրեն չի տեսնում ճիշտ ձևով մարդու մոտ գալիս են վտարներ առողջական խնդիրներ, անձնական խնդիրներ, մարդը անընդհատ, ինչպես հայերեն են ասում, տարը դատում, դատարկ նստում է։ Դժոխքի անիվ լինում է այնպիսի մարդկանց մոտ, ովքեր հատկապես այնպիսի մարդկանց մոտ, ում ծնողները, հատկապես մայրը, տարել է ուրիշի ամուսնուն, երբ որ ինքը իր երջանկությունը ուզեցել է ստեղծել ուրիշի ընտանիքը քանդելու վրա, նման ժամանակ իրենի ծնված երեխաները եւ հատկապես ինքն էլ է սկսում կրել այդ նեգատիվ դժոխքի անիվ նեգատիվ էներգիայի նշանը, նման մարդկանց երեխաները երբեք գիտեք ինչ ոսպոր չի թողնում, որ ազգը առաջ էր տա, կաղնեցնում է ազգը, ու ինքը օրինաչափորեն բարբերաբար 3 տարի, 6 տարի, 7, 13 տարին մեկ զգում է այդ նեգատիվ էներգիայի հարվածը իրեն վրեն։ Երբ լինում մարդու վրա դժոխքի անիվի նշանը, երբ որ անձնավորությունը ծնվում է այնպիսի տան մեջ, որտեղ մարդ է մահացել ու դեռ այդ անձնավորության մահացող հանգուցալի տարին չի լրացել։ Մեր մոտ սովորություն է դարել, ես տեսնում եմ, որ երբ որ մեր ասատամարտիկները մահացել են պատերազմի ժամանակ, ծնողները ձգտում են ինչ-որ ձևով այդ պակասը լրացնել եւ որպեսզի իրենց տան մեջ նորից լինի ծնունդ, նորից լսվի երեխայի ձայն, դա շատ գովելի է, բայց պետք է ուշադրություն դարձնել, թույլ տան գոնե տարին լրանա, նոր այդ երեխան ծնվի եւ խորհուրդ չեմ տալիս իրենց մահացած երեխայի անունը դնել նոր ծնված երեխայի վրա, դա շատ սխալ է, դա նույնպես հնարավոր է, որ բերի 100% կբերի այդ երեխայի վրա դժոխքի անիվի կնիկը, թող ուշադիր լինեն, թող երեխա ծնվի, բայց գոնե տարին լրանա եւ 100% խորհուրդ չեմ տալիս դնել նման երեխայի վրա իրենց մահացած եղբոր անունը, դա սխալ գործողություն է։ Կուզեմ խոսենք ինչպես է իրեն դրսևորում դժոխքի անիվ կնիկը։ Ընդհանրապես նման մարդիկ դա չի նշանակում, որ իրենք արարգոտ են, իրենք խելացի չեն, որ իրենք գեղեցիկ չեն, ընդհակառակը ձգտող են, աշխատասեր են, գեղեցիկ են, խելացի են, անընդհատ վազում են, ցանկանում են, որ իրենց կյանքը ավելի լավ ունի մեջ լինի, թե ֆինանսական տեսակետից, թե անձնական, թե գործնական, ցանկանում են, որպեսզի իրենց երեխաներին, իրենց շարավներին լավ կյանք տան, բարեկեցիկ, երջանիկ կյանք տան, բայց գալիս է ժամանակ, որ նորից երբ որ լրանում է այդ պարբերական ժամը 6 տարին, 7, 3 կամ 13 տարին, այդ անձնավորությունները նորից կանգնում են այնպիսի անլուծելի հարցի առաջ, որ ավերակ, կանգնում են նորից ավերակի առաջ ու արդեն վախենում են նորից գործողություն կատարել, վախենում են նորից ձգտել առաջընթացի, որովհետև իրենք հասկանում են, որ ինչ անում են 13 տարին մեկ, 3 տարին մեկ իրենց արածը ընկնում է ջուրը։ Նման մարդիկ
Եթե այդ էներգիան իրենց վրայից չմաքրվի, 40 տարեկանից հետո իրանց մոտ ավելի մեծ դժվարությունների առաջ են կանգնում։ Թե 13 տարին մեկ, 6 տարին մեկ կրկնվում էր, արդեն երբ որ 40 տարին է լրանում, արդեն այդ մարդկանց մոտ գալիս է շատ վատ վիճակ։ Իրանք եթե ունեցել են գործ, բիզնես, իրենց գործը լրիվ դնում է 0, գնում է մինուսներ, իրենք անտեղի փողային կորուստներ են անում, իրենք գտնում են ոչ ճիշտ գործընկերներ եւ իրենց փողը դնում են այնպիսի գործարքների մեջ, որը ոչ թե իրենց շահույթ է բերելու, այլ ընդհակառակը գցելու թե պարկերի մեջ, գցելու է թե եւ ֆիզիկական դժվարությունների մեջ եւ դեպրեսիայի, նույնիսկ մարդիկ հոգեկան խանգարում են ստանում։ 40 տարին, երբ որ լրանում է, երբ որ նման մարդկանց մոտ մաքրված չէ իրենց բիոդաշտը, նման մարդկանց փախնում են ընտանիքի բոլոր անդամները։ Եթե տղամարդ է, կինն է փախնում, եթե կին է, տղամարդն է փախնում, որովհետև նման արդեն վարակված էներգիայի հետ ոչ մեկը չի կարողանում լեզու գտնել, իրենք իրենց չեն հասկանում։ Դա արդեն բերում է քայքայված անձնական ոլորտ։ Նման մարդիկ նույնիսկ իրենց ծնված երեխաները իրենց չեն ընդունում։ Նման մարդիկ իրենց շրջապատի մեջ ձգտում են նեգատիվ էներգիա ունեցող մարդիկ, որ ասում են նմանը նման է գտնում։ Իրանք ձգտում են դուրս գալ, բայց գտնում են այնպիսի մարդկանց, որոնց բիոէներգետիկ դաշտը նույնպես կեղտոտ է, ու նման էներգիան ինքնըստինքյան ոնց որ ատոմային զրիվ եղնի, տվյալ անձնավորությունը չի կարողանում դուրս գալ այդ կախարդական դժվար օղակից։ Ընդհանրապես դժողքի անիվ նշանը գալիս է նաև այն մարդկանց վրա, որ որպես պատիժ տվյալ տոհմին, կամ որպես պատիժ երեխաները, որ ծնվում են, որպես պատիժ այդ երեխայի զավակներին, երբ որ նայում զգում եմ, տեսնում եմ, թե ինչ է կատարվել, ուրեմն այդ տոհմի մեջ շատ վատ բաներ է կատարված, մարդասպանություններ, մանկապղծություններ, գոհություն, երեխայի գոհություն, շատ իշկան մարդկային կեղտ կա, կա այդ տոհմի մեջ կուտակված է եւ նման նշանով ծնվում է այդ երեխան որպես պատիժ այդ տոհմի, որ այդ տոհմը առաջ չգնա եւ որպես պատիժ նաեւ ծնողներին, հատկապես եթե ծնողները թե հայրը թե մայրը իրենց ընտանիքը ստեղծել են ուրիշ երեխա թողնելով առանց հայր կամ առանց մայր, ուրիշի ընտանիքը քանդելով, ու իրենք արդեն երբ որ տեսնում են իրենց երեխայի նման կարգավիճակը, որ ինքը բարբերաբար ունենում է առողջական պրոբլեմներ, բարբերաբար ունենում է ֆինանսական պրոբլեմներ, բարբերաբար իրեն մոտ կամ վտարներ է, կամ պետական մարմինների հետ է պրոբլեմներ։ Նման մարդիկ 3 տարին մեկ նստում են, կալանակալանքի են ենթարկվում, անկախ իրենից, իրենք չեն հասկանում, թե ինչ է կատարվում, բայց կանգնում են արտարադատության դեմ եւ պատիժ են ստանում։ Նորից դուրս են գալիս, ձգտում են փոխել իրենց ապրելակերպը, բայց նորից երբ որ լրանում է այդ հաճախականությունը 3 տարին, 6 տարի, 7 տարի, 13 տարի, ինքը նորից կանգնում է այդ վտանգավոր դռան դիմաց։ Ինչի համար եմ ես ձեզ բացատրում, որպեսզի դուք հասկանաք, որպեսզի կարողանաք ձեր մեջ մտածելով հասկանաք, կա նման բան ձեր վրա, նման նեգատիվ էներգիա, թե ոչ, եթե կա, իշքան հնարավոր է շուտ կարողանաք դուրս գաք նման նեգատիվ էներգիայի տակից, որպեսզի կարողանաք մարդը ծնվում է
լավ ընտանիք ունենալու համար, մարդը ծնվում է գենետիկորեն մաքուր երեխաներ ունենալու համար, որպեսզի կարողանա ապրի, վայելի աստիեզերքը, կյանքը ոչ թե մարդու համար եղած է, որ ինքը տանջվի, այլ կյանքը եղած է մարդու համար, որ մարդը կարողանա իրեն լավ դրսևորել, իրեն տաղանդը զարգանա, իրեն բոլոր ունակությունները զարգանան, ինքը հոգեպես առաջընթաց ունենա, ոչ թե տակարակը ընկնի կյանքի կեղտի հատակը։ Բացատրում եմ, որպեսզի իմանաք, որպեսզի զինված լինեք, եւ որ զգում եք, որ նման կարգավիճակ կա, դիմեք մարդկանց, ովքեր որ ի վիճակի են այդ էներգիան մաքրելու, ովքեր որ ի վիճակի են այդ անիվի բտույտը դադարեցնելու եւ կանգնեցնելու մարդուն այնպիսի ուղու վրա, որ ինքը իրեն կյանքից, իրեն ընտանիքից, ինքը իրենից ոչ թե զզվանք ստանա, այլ հաճույք ստանա։ Ասկանա, ինձ թվում է, որ ինչ որ ասեցի, ձեզ համար շատ կարևոր է, հաջողություն, ստեսություն։